Ժողովուրդ ջան, այսօր շատերս ենք հետևում եկեղեցի եւ պետություն հարաբերություններին եւ այս հարաբերությունների բարի հանգուցալուծմանն ենք սպասում։ Ես կուզենայի մի բան ասել, որը կարծում եմ օգտակար կլինի բոլորիս համար։ Տեսեք, Աստված ասում է, որ ինքը արդարի աղոթքը չի մերժի, կլսի արդարի աղոթքը։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ տերերի տերը, թագավորների թագավորը, դատավորների դատավորը այդպես է գրված Աստվածաշնչում։ Կարող է լսել ձեր աղոթքը։ Ինքը ամեն ինչ կարող է անել, գիտեք։ Ինքը կարող է օրհնել Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի բարեկեցությունը։ Ինքը կարող է Հայաստանին տալ ձեր սրտի առաջնորդներ։ Ինքը կարող է Հայաստանին տալ ձեր սրտի եկեղեցի։ Այն ինչի որ դուք միշտ փնտրել եք եւ ուզում եք ունենալ լավ բաները, ինքը կարա ձեզ տա, իր ձեռքի մեջ է դա։ Ինքն է ստեղծել ամեն ինչ եւ ինքն է ստեղծել իր համար։ Դրա համար ես կուզենայի, որ մենք ուշադրություն դարձնեինք նաեւ մեր եւ Աստծո միջև հարաբերություններին, մինչեւ Facebook-ում կոմենտներ անել եւ այլն անելը, որը ակտիվ քաղաքացու նաեւ կյանքի մի մաս է կազմում, իհարկե եթե չափից ավել չի, բայց կուզենայի այս մասի վրա լուրջ ուշադրություն դարձնեք։ Դուք գիտեք, որ Աստված կարող է դառնալ մեր եւ մեր երկրի դաշնակիցը։ Սա է նշանակում, դա ես այդպես եմ պատկերացնում։ Այսինքն, երբ որ ինքը ասում է, որ աղոթող եղեք եւ ես կլսեմ ձեր աղոթքները, իսկ ինքը ամեն ինչ կարող անի, ժողովուրդ ջան, իր կարողությունները շատ ավելի մեծ են, քան այն երկրների կարողությունները, որոնք որ դուք պատկերացնում եք, որ Հայաստանի դաշնակիցը պետք է լինեն։ Իհարկե, սա չի նշանակում, որ չպետք է երկիրը քաղաքականություն վարի, ակտիվ քաղաքականություն վարի, պետք է անի, անպայման պետք է անի, բայց ասածս նա է, որ Աստծո օրհնության դռները թե ղեկավարների համար, թե եկեղեցու համար, թե անձնապես ձեր եւ ձեր ընտանիքի համար, նաեւ դուք ինքներդ էլ կարող եք բացել ձեր աղոթքների միջոցով, այդպես է գրված։ Տեսեք, բանում Մատթեոսի ավետարանում մի հետաքրքիր մաս կա գրված, ասում է, որ նախ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, մնացածը կտրվի ձեզ։ Այդ նույն գլխում մի քիչ վերևում ինքը խոսում է մարդու կարիքների մասին, տարբեր կարիքների մասին։ Հետո ասում է, բայց ամեն ինչից առաջ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ Իսկ սա ավտոմատ նշանակում է, որ դուք Աստծուն ներգրավում եք ձեր process-ների մեջ, ու ինքը պատրաստ է դա անել, գիտեք։ Ինքը բազմաթիվ տեղերում խոստանում է, որ ինքը պատրաստ է օրհնի ձեզ, ձեր երկիրը։ Բայց մարդը սրտի մեջ արդարամիտ պետք է լինի։ Այնպես որ ես կցանկանայի, որ մենք այս հարցի վրա նույնպես շատ լուրջ ուշադրություն դարձնեինք։ Մեր աղոթքը, մեր հարաբերությունը Աստծո հետ կարա ազդի մեր երկրի ընդհանուր վիճակի վրա։